ռեստորանից ուզում ենք այն մենյուն, որ ինքը գտնում է, որ պետք է առաջարկի իր հաճախորդներին, հետո այդ մենյուից մենք տարբեր հարթակների հետ Uber, DoorDash, Grubhub կամ EasyCater connect ենք անում, կպցնում ենք այնտեղ։ Բնականաբար այս հարթակները տոկոս են չարժանում ռեստորաններին։ Սկսում է 15%-ից մինչև 30%։ Ռեստորանային բիզնեսում եկամուտը շատ փոքր է, որովհետև աշխատանքը, աշխատուժը եւ ուտելիքը շատ մեծ է։ Իրենք սովորաբար փոքր եկամուտի մեջ են աշխատում։ Մի հատ էլ որ մեծ տոկոս տալիս են այս հարթակներին, բնականաբար իրանց եկամուտը պակասում է։ Բայց այս հարթակներն քեզ հնարավորություն են տալիս, որպեսզի դու ի հայտ գաս այն մարդկանց մոտ, ովքեր որ քեզ չի ճանաչում։ Մեր գաղափարը որն է, օքեյ, անպայման դու պետք է ունենաս այս հարթակները, արի connect անենք, որ մարդիկ կարողանան առաքման թե pick-up-ի համար քեզանից օգտվեն, բայց այն հաճախորդը, որ գալիս է քո մոտ ու քո ուտելիքը սիրում է, դու իրան առաջարկի քո կայքը, որ ինքը կարողանա օրդեր անի քո կայքից եւ այդժանակ դու տոկոս չտաս։ Ինչ ենք անում, մենք բացի հարթակները միացնում ենք, միևնույն ժամանակ տալիս ենք ռեստորանին օրդերինգ կայք, որպեսզի իրանց loyal հաճախորդները, ովքեր որ վստահում են ուզում առնի, կարողանան իրանցից գնեն։ Բնականաբար այդ կայքը արդեն պետք է ունենա delivery համակարգ։ Եթե ռեստորանը չունի առաքիչներ, մենք տրամադրում ենք առաքիչներ։ Իրանց շատ կարևոր է, որ ունենան կոմունիկացիայի միջոց, այսինքն հաճախորդին հարցնեն, ինչպես էր ուտելիքը, սիրեցիր, ուշացրեցինք, դա ոնց որ review management համակարգն է, որ էլի ներառում է այդ website-ի մեջ։ Կա այնտեղ point system-ների, այսինքն որպեսզի դու նենց անես, որ հաճախորդը քո մոտ միշտ կա, դու իրան պետք է ինչ-որ առաջարկես point-եր։ Այդ համակարգը մենք պատրաստեցինք, բերեցինք կայքի մեջ, որպեսզի ռեստորանտը, այսինքն օգտագործի հարթակներին բերի հաճախորդներ, հետո տա այնպիսի կայք, որ այդ կայքը համարյա թե նույնն է ինչ-որ Starbucks-ի կամ այդ հարթակների մոտ, որպեսզի մարդիկ կարողանան իրանից օրդեր անեն։